Ինչպես տեսնում եք, այստեղ մենք ունենք մոմ, այսօր արևի օրն է, ես վառել եմ կանաչ մոմը, բավական սոճն է եւ բավական հետաքրքիր մոմ է, մաքուր մեղրամոմ։ Արևի օրը շատ լավ օր է, ինչ որ բաներ ձեր կյանքում, փորձելու լավ բաներ, կարողանաք անել։ Այսօր ես վերցրել եմ բլոկնոտ, այն մյուս բլոկնոտներս իմ վերջացել գրել եմ, այնինչ ես ցանկացել եմ կատարվել, որովհետև չմոռանաք ես 18 թիվն եմ եւ ես ինչ ծրագրավորեցի իմ կյանքում դա իրականացնում է։ Ամեն մարդ ինքն է իր ուղին ընտրում, իր որոշումով, եւ հետո եթե ինչ որ բան դուք ընտրեցիք, չլսելով սրան, չլսելով նրան, դրանից նայած ինչ ուղիներ եք դուք ընտրում, ինչ նպատակներ եք դնում ձեր կյանքին, կատարում եւ այլն, դրանից էլ կախված է ձեր ճակատագիրը։ Որովհետև երեք ես ունեցել եմ հաղորդում, ինչ է ճակատագիրը, ինչ է կարման, բավականին շատ գլոբալ եմ այդ մասին խոսել, եւ այսօր թվահոգեբանությունից եմ ուզում մի փոքր խոսել, երբ որ մարդու հոգեմատրիցայի մեջ ես հաշվում եմ, յուրաքանչյուր անձ պետք է ինքը աշխատի իր թվային համակարգի վրա, ձեր ամիս, ամսաթիվ, տարեթվի մեջ կան բավականին շատ գաղտնիքներ, որը յուրաքանչյուր անձ, ով քաոս ստեղծում իր կյանքում, դա արդեն խոսում է այն մասին, որ դուք բացասական եք ակտիվացրել ձեր թվային թվերը հոգեմատրիցայի, դրա համար կան խնդիրներ եւ քաոսային վիճակներ։ Դուք կարող եք այսպես ինձ նման ստեղծել կրիզիսային վիճակ ձեր համար, մի փոքր ազատ լինելու, վերցնելով բլոկնոտ, դա 4 թվանշանի հետ է կապված, ինչը ես ասում եմ։ Եթե ձեր հոգեմատրիցայում չկա 4 թվանշանը, նախ առաջինը ձեզ պետք է վերցնեք այսպես կրիզիսային իրավիճակ, որ ստեղծեք ձեզ համար, հետագայում քաոսից դուրս գալու, որովհետև մարդ առանց նպատակների, առանց պլանավորելու իր կյանքը չի կարող հասնել երբեք ոչ մի բանի, դնելով դիսցիպլինա, սահմաններ, մանրակրկիտ ամեն ինչ ուսումնասիրելով։ Դրա համար ում մատրիցայի մեջ 4-ը չկա, քաոս եք ստեղծել ձեր կյանքում կամ միգուցե ինչ որ բան կանգնել է չեք իմանում, շարժ չկա, եթե ձեր հոգեմատրիցայում չկա 4 թվանշանը, ես ձեզ խորհուրդ եմ տալիս վերցնել բլոկնոտ, իմ նման այսպես ձեզ համար ժամանակ ընտրեք, կրիզիս, ոչ մի տեղ պետք չի գնաք դեռ աշխատեք, մի փոքր հանգիստ ուզեք 1 ժամով եւ պլանավորեք, գնելով բլոկնոտը, պլանավորեք, ինչ եք դուք ուզում, նպատակ դրեք, ինչի համար եք երկրորդ հարցը ձեր դա ուզում եւ ինչպես եք դուք ուզում հասնել այդ նպատակներին եւ սկսեք այդ հարցերին պատասխանել եւ լավ կլիներ որ զբաղվեք սպորտով, որովհետեւ 4-ը նաեւ սպորտի հետ կապ ունի, այդպիսի կրիզիս իրավիճակից դուրս գալու համար շատ լավ կարող է աշխատել նաև նպատակների, որոնք դուք կարող եք դնել եւ քիչ դրա վրա աշխատել, որովհետեւ մարդ առանց նպատակի պլանավորելու, դիսցիպլինայի, խորը անալիզ անելու նա չի կարող հասնել որևիցե իր կյանքում, մի հաջողությամբ։ Եվ երբ որ դուք ձեր նպատակը դնում եք, ուզում եմ, ես սա եմ ուզում, ինչ համար եք դուք դա ուզում եւ ինչպես եք ուզում դրան հասնել, հարց տվեք ձեզ, արդյոք դուք այն ինչ ուզում եք պլանավորում եք, ի վիճակի եք, ունեք ռեսուրս, ունեք էներգիա, որ կարողանաք դա իրականացնել։ Իսկ եթե տեսնում եք, որ ոչ, կարելի է մեկ այլ բան մտածել, ասենք չենք ասում ավտոմեքենա, ես չգիտեմ ինչ, կոնկրետ, խոսքի օրինակ, ուզում եք ինչ-որ օֆիս ունենաք, որտեղ ցանկանում եք դուք ինչ-որ բան աշխատացնել, ունենաք, լինել ղեկավար եւ այլն։ Դուք դա ուզում եք, նպատակը դնում եք, ինչի համար եք դուք դա ուզում, այդ հարցն էլ պետք է պատասխանեք դուք եւ ինչպես եք դուք ուզում հասնել դրան։ Այդ հարցում ձեզ կօգնի հենց այսպիսի ուրեմն շատ հետաքրքիր սխեման, որը ես թվագիտության մեջ այսօրվա դրությամբ կիրառում եմ եւ ունեմ լավ արդյունքներ։